Վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքվից հայ գերիները դիմում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին եւ պահանջում Բաքու գնալ տեսակցել նրանց։ Կծանոթանա, թե ինչպես է ընթացել, ինչ լուրջ եւ կոպտագույն խախտումներով է ընթացել, թե հետաքննությունը, ամբողջ քննությունը եւ թե դատավարությունը, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով։ Տարածված ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն ակտիվացել ու այցելել է հայ գերիներին։ Սիրանուշ Սահակյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ գերիները բազմաթիվ խնդիրներ են ունեցել եւ պահանջել են պետական միջամտություն, սակայն Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը միշտ անտեսել է այդ խնդիրները։ Այս կառույցի տիրույթում է օրինակ գերիներին ապօրինի դատավճիռները թարգմանությամբ նրանց եւ նրանց ընտանիքներին չտրամադրելու հարցը կարգավորելը։ Անկախ փաստաբանների հետ հանդիպումներ չեն լինում եւ այս խնդրի կարգավորումը եւս Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի տիրույթում է։ Ինձ համար առնվազն կասկածելի է, թե ինչու ադրբեջանական ՄԻՊ-ը ինքնուրույն չի լուծում այն հարցերը, որը բացառապես գտնվում է այդ կառույցի մանդատի ներքո եւ այդ խնդիրների լուծմանը ներ է գրավում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որը ցավոք սրտի Ադրբեջանում որևէ իշխանություն, իրավասություն, լիազորություն չունի։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանում ունի նույնքան իրավունք եւ հնարավորություն, որքան արտասահմանցի զբոսաշրջիկը։ Նա չի կարող մանդատի ուժով հանձն առնել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Բայց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ունի Փարիզյան անկախության չափանիշներին համապատասխան որակավորում եւ կարող է ակտիվ ներգրավվածություն ունենալ միջազգային հարթակներում, բարձրացնելով Բաքվում պահվող գերիների հարցը։ Մինչդեռ նա անգամ Հայաստանի ներսում գերիների հարազատների հետ պատշաճ շփումներ չի ունենում, վկայում են գերիների հարազատները։ Այս 2.5 տարվա ընթացքում ՄԻՊ-ի հետ հանդիպել ենք մեկ անգամ մեր նախաձեռնությամբ, բարձրացրել ենք որոշ հարցեր, որին խոստացել էր պատասխաններ տալ, բայց մինչ օրս պատասխանները չկան։ Անահիտ Մանասյանն ասեց, որ կապի մեջ է Ադրբեջանի գործընկերոջ հետ եւ կփորձի մեզ օգնել որոշ հարցերում։ Թե Ադրբեջանի գործընկերոջ հետ կապի ընթացքում ինչպես է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը օգտակար եղել, օրինակ Դավիթ Իշխանյանի հարազատներին, շոշափելի չէ։ Գուցե պատճառն այն է, որ այդ մեկ հանդիպումն է միայն եղել, այն էլ գերիների հարազատների խնդրանքով։ Իսկ ինչ կտա Բաքվին, եթե օրերից մի օր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը որոշի ու այցելի Բաքվի գերիներին։ Ադրբեջանական ՄԻՊ-ը Հայաստանի ՄԻՊ-ի ներգրավվածությամբ կարողանալու է քողարկել այդ խոշտանգումները եւ ինչու ոչ լեգիտիմացնել այսպես կոչված միջազգային ստանդարտներին համապատասխանող պայմաններ հայ բանտարկյալների համար։ Եվ երկրորդը իմ գնահատմամբ սա նաեւ շեղող տակտիկա է, որովհետև մենք գործ ունենք ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների հետ, որոնց իրավունքի խախտման վերացումը ենթադրում է նրանց ազատ արձակում։ Եվ եթե նրանք ազատ արձակված չեն, հետագա երաշխիքները դեռևս չեն նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը լուծվել են, եւ ադրբեջանական ՄԻՊ-ը փորձ է անում ազատ արձակման խնդրից ծանրաբեռնվածությունը տեղափոխել նրանց պայմանների ապահովման խնդրին։ Գերիների պահման պայմանների հարցը կարևոր է, նրանց ընտանիքների հանդիպումները եւս, բայց այս խնդիրները առաջացել են, որովհետև Բաքուն ապօրինաբար պահում է հայ գերիներին եւ տարիներ շարունակ չի վերադարձնում։ Ադրբեջանական ՄԻՊ-ի հովանավորությամբ նոր իրողության շուրջ ադապտացման քաղաքականություն է սկսել Բաքուն։ Հայ գերիներին, նրանց ընտանիքի անդամներին ու հայ հասարակությանը փորձում են համոզել, թե գերիները իբր պատիժ են կրում Ադրբեջանում եւ տարբեր այցելություններով նրանց թույլ է տրվում օգտվել իրավունքներից։ Մինչդեռ այսպիսով հեռացնում են ամենամեծ ու հրատապ ազատ արձակման խնդրից։ Սիրանուշ Սահակյանն ընդգծում է, եթե Ադրբեջանը հարգում է մարդու իրավունքները, մարդասիրական նորմերը, ապա պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ գերիներին, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարներին։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։